Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Շվեյցարիա է մեկնել։ Հունվարի 22-ին նա Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ կմասնակցի Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության օրակարգի առաջխաղացմանը։ Քննարկվել են նաեւ էներգետիկայի, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների, մարդասիրական ականազերծման եւ այլ ոլորտներում համագործակցությունը։ Մարտակոսը նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետ է կանգնում որոշ եվրոպական երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու ծրագրից։ Թրամփը նշել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, հավելելով, որ ձևավորվել են Գրենլանդիայի եւ ըստ էության ամբողջ արկտիկական տարածաշրջանի վերաբերյալ ապագա համաձայնագրի շրջանակը։ Այս փոխըմբռնման հիման վրա Թրամփը որոշել է չկիրառել այն մաքսատուրքերը, որոնք նախատեսված էին ուժի մեջ մտնել փետրվարի 1-ից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման մտադրության մասին։ Զելենսկին սակայն ավելի վաղ հայտարարել է, որ չի ծրագրում այցելել Դավոս։ Ուկրաինայի նախագահի գրասենյակը առայժմ որևէ հայտարարություն չի արել հնարավոր հանդիպման վերաբերյալ։ Մոսկվան պատրաստ է $1 միլիարդ նվիրաբերել Խաղաղության խորհրդին ռուսական սառեցված միջոցներից, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հավելել է, ԱՄՆ-ում սառեցված ակտիվներից մնացած միջոցները կարող են նաև օգտագործվել մարտական գործողությունների հետևանքով վնասված տարածքների վերականգնման համար։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո Պուտինը նաև նշել է, որ Մոսկվան կպատասխանի Խաղաղության խորհրդի հետ կապված հարցին, երբ արտգործնախարարությունը քննարկի փաստաթղթերը եւ խորհրդակցի ռազմավարական գործընկերների հետ։ Իսպանիան Եվրամիությանը հորդորում է դաշինքի համար համատեղ բանակ ստեղծել որպես զսպման միջոց։ Ռոյթերսին այս մասին ասել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։ Գրենլանդիայի շուրջ վերջին շաբաթների քննարկումների ֆոնին նա նշել է, որ տարածաշրջանը նախ պետք է կենտրոնանա իր նյութական ռեսուրսների միավորման վրա, պաշտպանական արդյունաբերության պատշաճ ինտեգրման նպատակով։ Համատեղ ջանքերն ավելի արդյունավետ կլինեն, քան 27 առանձին ազգային բանակները, ասել է Ալբարեսը։ Նա միաժամանակ ընդգծել է, պետք է ցույց տալ, որ Եվրոպային չի կարելի ռազմական կամ տնտեսական առումով որևէ բան պարտադրել։ Այսօր եւ առաջիկա 2 օրերին Հայաստանի առանձին շրջաններում քամին կուժգնանա։ Այսօր հանրապետությունում տեղումներ չեն սպասվում։ Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ից 24-ին, գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-ից 10 աստիճանով։ Երևանում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 1-ից 3, գիշերը 4-ից 6 աստիճան ցուրտ։